Աստվածաշնչում, որտեղ որ նայում ենք, միշտ անդրանիկ զավակն է ստանում հայրական ժառանգությունը, այսինքն ապրում հայրական տանը, եւ նմանապես Նոյը լինելով Ադամի անդրանիկ ժառանգը, ինքը ապրում էր այնտեղ, որտեղ ապրում էր Ադամը։ Իսկ այս հալովակների մաս 3-ում արդեն ասել եմ, որ Ադամը ապրում էր Արարատ լեռան հյուսիսային կողմերում։ Այսինքն Նոյը, երբ որ ջրհեղեղը պետքա սկսվեր, ինքը նավ է բարձրացել հենց Հայաստանում եւ նավը շատ չի տարուբերվել գնացել այս կողմ եւ այն կողմ եւ իջել է հենց Արարատ լեռան վրա։ Աստվածաշնչում կան թարգմանություններ, որտեղ ասում են Արարատի լեռան վրա, իսկ Արարատ, որտեղ որ Աստվածաշնչում գրված է, բոլորը ի նկատի ունի Հայաստան երկիր, այսինքն Հայաստանի լեռներից մեկի վրա։ Բայց մեր հայերի հիշողության մեջ է պահպանվել, որ հենց Արարատ լեռան վրա է եւ դրա համար կան ապացույցներ, որոնց համար էլի վիդեոներ կնկարեմ, հոլովակներ կնկարեմ, բայց այսօր ասեմ, որ Արարատ տարբեր լեզուներով եւ եբրայերենով եւ հունարենով էլի Արարատ է եւ միայն հայկական բառերի բացատրությունը մենակ հայոց լեզվի մեջ է մնացել։ Արարատ նշանակում է արարման ատ, օրինակ անապատ, հա, հեղեղատ եւ էլի նմանատիպ շատ բառեր, որոնք նշանակում են տեղ, վայր, այսինքն արարման վայր, այսինքն Նոյը հենց արարման վայրից նստավ նավը եւ հենց արարման վայրում էլ իջավ Արարատ լեռան վրա։ Շնորհակալություն այսքանը։